Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տուն է, առաջի հարկում ենք, սենց ակնետ պատկեր է, այսինքն ջերմա տեսիլով սա է ֆիքսում, կաթոց չեն նկատում, մենակ խոնավություն, բարձրնենք հասկանանք ինչից է, վերևը բանիկ է։ Ինչ վերևի հարկում ենք, այսինքն ուսումնասիրությունները էլի սահալիքի անհերմետիկություն, միկրոճաքեր կան շատ, խոնավաչափով հաստատված է, այսինքն պատերը գիպսակարտուն են, տակ էլի միկրոճաք է, այսինքն պետք է էլի կարերը շատ են զածեք են էպոքսիդի սմալայի հիմքի վրա, ուստեղ գերխնդիր է հիմնական, որ տուալետը, այսինքն տուալետի անկյունը մնացել է բանի տակ, ճաշկայի տակ, գոֆրեսը ճկունը կիսա միացրած է, բաց այդ ամեն ինչը, ասենք լողանալուց ջուրը ուղղակի ուղղորդվում է ու այսինքն գերխոնավ էր այս հատվածը։ Առհասարակ կոյուղի մոնտաժելուց պետք է մոնտաժել հետևյալը, որ դետալը պատից դուրս գա, այսինքն միացումը լինի միայն արտաքին երևացող մասերում։ Սահալիքի անհերմետիկություն կառուցելուց է գիպսակարտոնը համուր պետք է լինի, որտեղ չգիտեմ, գիպսակարտոնը եթե թույլ է լինում, նամանավաճ սահալիքի տակ այս միկրոճաքերը անընդհատ հայտնվում են։ Շատ իր